Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Նախագահը նախազգուշացնում է, մեր իրավունքներն պաշտպանելու ենք մինչև վերջ։ Բաքվի պահանջներն հայ ժողովրդի նկատմամբ մենակ տարածքային չեն, Իշխան Սաղաթելյան։ Թորքը մնամա թորք պայմանավորվածությունների տակ պիտի մցհարցական տինել։ Վանաձորցի հանրային պահանջ կա ստիպվածում Քինյան փողոցային պայքարի Նժդեհ Իսկանդարյան։ Արևմտյան Հայաստանում 116 տարի անց վերահրատարակվալա Գրիգոր Զոհրաբի քրեական իրավունք աշխատությունը։ Մի ընտանիքի նման ենք ապրում ստեղ, այն ճարը մուսալերցիների հանգրվա։ ԼՂԻՄ ու Նախիջևան անվանումների իրավաքաղաքական խնդիրը։ Աշոտ Հարությունյան, Փիփերտ ապուր։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության ուղիղ եթերին վաղտը երկրի նախագահ Արմենակ Աբրահամյանը շեշտելավեր մեր ազգային հավաքականությունը իրավական գիտակցությունը հիմնական պայմաններն են, որպեսզի հայությունը կարի պաշտպանել իրան իրավունքներն ու պահպանել պատմական ժառանգությունը։ Սորմունք պիտի ուսումնասիրենք հատկապես Արցախում ու Արևմտյան Հայաստանում մեր իրավունքների իրականացման պատմությունը, ասալ այնքան։ Արմենակ Աբրահամյանն ասելավ է, Արևմտյան Հայաստանում ու Արցախում մեր ժողովրդի վիճակը միշտ ելել է մարտահրավերներով լցված ու 1994 թվականից ի վեր իրականացված ծրագրերը նպատակն ունեցալ պաշտպանին մեր ընտանիքները, խոխորձու հայությունը ընդհանուր առմամբ։ Արմենակ Աբրահամյանը անդրադարձել է 1915-ի ողբերգություններին, Սևրի դաշնագրի ու միջազգային արձանագրությունների ազդեցությանը, ընդգծել է արտաքին ուժերը հաճախ անտեսում են մեր պատմական գոյությունը, բայց հայությունը պարտավոր է շարունակել իրան իրավունքի առաջխաղացումը, օգտագործել է պետական, իրավական ու քաղաքական գործիքներ։ Արմենակ Աբրահամյանը կարևոր ալա նաև երիտասարդ սերնդի կրթությունն հավաքական աշխատանքը, հայկական ինքնությունը ամրապնդելու ազգը ուժեղացնելու հետի։ Մենք պիտի հասկանանք մեր անցյալի սխեմաները, իրականությունն օրենքն է, որպեսզի մեր ազգը կարի արդյունավետ պաշտպանել իրան իրավունքները ու շարունակել կենսունակ ու ազատ գոյությունը, ընդգծել այնքը։ Այս մոտեցումը փաստմավեր հավաքական իրավապաշտպանությունն, պատմական հիշողությունը, մնականն ազգային ինքնության պընդ հիմքերը, ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը Facebook-յան ուղիղ եթերում նշում է. Գեղարքունիքա մարզումում իմ դիմաց սա գտնվում Վարդանիսա լեռների են հատվածը, որոնց մի մասին 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ասալ է. Ինչ կարիք կա ջնոցայդին հետի պայքարելու ու հանձնալա Բաքվին։ Այս դիմացի բարձրադիր լեռը մհենգ ադրբեջանցուց հսկողության տակին է։ Եթե մինչև Արցախը հանձնել ադրբեջանական զորքերը մեր սահմանից 50 կիլոմետր հեռու ունենալ, մհենգ Վարդանիսա բարձրադիր լեռներումն են։ Ռչիս Սևանա լիճնա վերի նկատմամբ նույնպես Բաքուն պահանջներ է ներկայացնում ու այս վիճակին հսալանք այսօրվա գործող իշխանության գործունեության ու քայլերի դերդան։ Եվ առհասարակ եւս մեհ հետ օզում հիշեցնի վեր Բաքվի պահանջներն հայ ժողովրդի նկատմամբ մենակ տարածքային չեն։ Իրանց խնդիրը առհասարակ մեր հայկական ինքնությանը հետ է, իսկ հայկական ինքնության դեմ պայքարող հիմնական գործիքը ստորվա Նիկոլի ռեժիմն է, վերի վերարտադրությունը պիտի կանխի։ Վանաձորցի մի քաղաքացի բացառապես ընդգծում ավեր Հայաստանը ու տարածաշրջանի անվտանգ հարցերում պիտի ամենափակ ու զգուշավոր դիրքորոշում պահպանել, ընդգծել է. Թորքը մնամա թորք, վստահել չի կարելի պայմանավորվածությունների տակի պիտի մի հարցական տինենք։ Այս գնահատականը վերջին օրերի հասարակական քննարկումների կարևոր մաս է տրալ ուժեղ արձագանք գրանցելով սոցիալական ցանցերում ու շրջապատող երկրների քաղաքական առումով։ Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել էր Արցախցու սոցիալական խնդիրներն խորանումն ու կարին հանգեցնին փողոցային պայքարի։ Իրանուսելավը տեղահանվածներից շատերը ծանր պայմաններում են ապրում, իսկ 2023 թվականի վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքներին հարցերը մնամն չլուծված։ Իսկանդարյանը քննադատել է բնակապահովման ծրագիրը, նշել ավեր շուկայական գների պայմաններում մարդիկ կարում չեն տները ձեռք բերին, հատկապես կուճիր ընտանիքներն, ինքնամտահոգությունը հայտնել քաղաքացիության գործընթացի բարդացման կապակցությունով ու նշալ վեր ետեռնալի մասին խոսելը մհենգ անիմաստ է։ Օսմանյան շրջանի հայ իրավաբան ու քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրաբի 1909 թվականի քրեական իրավունք աշխատությունը 116 տարի անց վերահրատարակվել է։ Գիրքը համարվում է օսմանյան թուրքական քրեական իրավունքի հիմնարար ուսումնասիրություններն։ Զոհրաբը դասավանդել է Կոստանդնուպոլսում ու ելել է Մեջլիսի Մեբուսանի падգամավոր։ Ինքը պաշտպանելիս արել մեղադրյալների իրավունքը փաստաբանի օգնությանը ու զգուշացնելիս դատական լիազորություններին չվերահսկվող կիրառման վտանգների մասին։ 2025 թվականին թեզը հրատարակությունը լույս է տեսել կրկին հասանելի դարձնել ավիրան կարևոր իրավագիտական ժառանգությունը։
Անճարը Լիբանանապեքայի դաշտում ոչ միայն Մուսալերցի հայերի բնակավայրը, այլև պատմամշակութային ու էկոտուրիզմի կենտրոն։ Ստղանսկի զբառնում Ղզայել գետը վերը միանում է Լիթանիային։ Քաղաքը հայտնի է 8-րդ դարում Օմայադների խալիֆայությունի օրոք կառուցված հնավայրերով, վերը 1984-ին գրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1939-ին Ալեքսանդրեթի սանջակի միացումից հետո մուսալերցիները հաստատվել են ստեղ, կիսա անապատը դարձնելով ծաղկուն քաղաք։ Ստոր Անճարը համարվում է ինքնության ու հիշողության խորհրդանիշ, տեղ գործում են Մուսալեր Անճարի ազգագրական թանգարանը, մշակութային կենտրոններ։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923-ին խորհրդային ազգային տարածքային քաղաքականության շրջանակում, 1921 թվականի հուլիսի 5-ին Կովկասյան բյուրոյի որոշմամբ վերավ տարածաշրջանը թողնվել է Բաքվի խորհրդային սոցիալիստական հանրապետություն կազմում լայն ինքնավարության խոստումով։ Անվանումը ընդգծել իշխել բնակչության ազգային պատկանելիությունը, թեև մեծամասնությունը հայերն էլ։ Նույն մոտեցումը կիրառվել է նաև Նախճեվանա ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունի դեպքում վերին կարգավիճակը ամրագրվել է Մոսկվին պայմանագրով ու Կարսի պայմանագրերով Ադրբեջանի հովանավորությամբ։ Այս վարչատարածքային ձևակերպումը կառուցված է քաղաքական կոմպրոմիսի վեճ ազգային ինքնորոշման տրամաբանությունով, ինչը հետագայում ազդել է իրավաքաղաքական վեճերի ձևակերպման ու միջազգային ընկալման երան։ Փիփերթ ապուրը պարզունակ, սննդարար ու շատ համեղ գյուղական ապուր է, վերը հարմար է սաղ ընտանիքի հետի։ Համենվում է կարմիր ու սև պղպեղներով, ինչը հաղորդում է թարմություն ու հատուկ հայկական համ։ Սիրելի հայրենակիցներ, սրվետ այսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։